Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Իմ կարծիքով շատ կարևոր կոնվենցիա, որին միանում ենք, եւ իմ տպավորությամբ սրանից հետո նաեւ կբխի որոշ օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը, մասնավորապես ես հիշում եմ, որ ցավոք Հայաստանում ունեցել ենք նմանատիպ նախադեպեր, մասնավորապես հիշում եմ մոտ 10 տարի առաջ էր կարծես ֆուտբոլում եղավ նման միջադեպ մրցավարների կողմից պայմանավորված խաղերի, հա, հիշում եմ ցավոք սրտի այն ժամանակ ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, որ պատժողը ինքն է եւ կպատժի, կարծում եմ կոնվենցիան լավ առիթ է, որ հետագայում մեր օրենքներով դա ինստիտուցիոնալ մակարդակի բերենք, այդտեղ կար նաև մի խնդիր, այդ թվում ֆուտբոլի ֆեդերացիայից են ինձ բարբերաբար այս մասին ասում, հաշվի առնելով, որ այդ պայմանավորված խաղերի այդ հակամրցակցային իրավիճակը հայտնաբերել է իրանից պահանջում է որոշակի օպերատիվ գործողություններ, որին բնականաբար հասարակական կազմակերպությունները չեն կարող տիրապետել, առաջարկ կար նաև, որ հետագայում, եթե քրեական օրենսգրքում պետք է նախատեսվի սրանից բխող պատիժներ, դա դարձնենք գոնե միջին ծանրության հանցանք, որպեսզի ՕՀՄ-ն գործի, այսինքն որպեսզի իրավապահ մարմինները հնարավորություն ունենան այդ գաղտնալսումների եւ այլ օպերատիվ հետախուզական միջոցներով բարձել արդյոք կա այդտեղ որևէ կապ թե ոչ, սա ասում եմ, որ հետագայում մենք նույնպես նկատի ունենանք, որովհետեւ իսկապես դա խաթարում է արդար մրցակցությունը իր հետ բերելով բնականաբար շատ վատ հետևանքների, հաշվի առնելով այո, որ վերջին շրջանում կառավարության կողմից սպորտում կատարվող ներդրումները, այդ թվում նաև ինչպես դուք նշեցիք, միջազգային շատ հեղինակավոր միջոցառումների անցկացումը այստեղ դա բերել է բարեբախտաբար եւ ուրախություն մեզ շատ մարդկանց, ովքեր ունեն այդ հնարավորությունը սպորտում ներդրումներ անելու, ենթակառուցվածքներ ստեղծելու, ակումբներ հիմնելու եւ այո, մենք պետք է պաշտպանենք նրանց բոլորին։